բարելույս, ժողովուրդ։ Ինչպես եք, մեր մոտ առավոտվա ժամը 9 է, ես նախաճաշեցի և այսօր որոշել եմ մի քանի կերպար ցույց տալ իմ նոր գնումներից և գիտեմ, որ շատ-շատերդ եք սիրում, ինձ թվում է հետաքրքիր կլինի ձեր համար, քանի որ մեկտեղ ցուցադրությունից առաջ նաև ես կխոսեմ իմ ստեղծած կերպարների հագուստները, ինչպես համադրել, որպեսզի մեր մի քիչ, այսպես ասեմ, մեր կլորիկությունը մի քիչ փակենք, մեր, ինչ ասեմ, դեֆեկտները մի քիչ փակենք, իհարկե եթե կարող ենք փակել, բայց դա, ինչ ասեմ, թերություն չի, առավելություն է, բայց ամեն դեպքում պետք է սիրենք նաև մենք մեզ, մեր աչքը, այսինքն նայենք, ասենք, ինչ գեղեցիկ է, սա ինձ շատ սիրում նստեց իմ վրա, սա շատ գեղեցիկ է, սա մի քիչ ոնց որ ինձ չաղացրեց։ Այն օրը մեկը գրել էր Անահիտ ջան, ես էլ եմ շատ սիրում կարճ բաճկոններ, կարճ կոստյումներ, բայց իմ ներքևի մասը մի քիչ կլորություն ունի, այսինքն տազի մասը, էլի կոնքերի։ Դրա մասին եք խոսեմ, որովհետև դա չի նշանակում, որ դուք ունեք տազի մասը լայն հատված, պետք է երկար հագնեք։ Ընդհակառակը, երկարը ամբողջությամբ ձեզ ցույց կտա ձեր տազը։ Կամ մի չափս ցույց կտամ, որ չափսը կարելի է հագնել, որպեսզի ոչ այս կողմ, ոչ այն կողմ, բայց հանկարծ երկար չմտածեք հագնել։ Իսկ ինչ վերաբերում է այդ պիջակը, ես որ հագել էի սպիտակ կոստյումը, ինքը նախատեսված է մի քիչ ավելի երկար լինելու, ուղղակի բարձրահասակ լինելու պատճառով դա մի քիչ կարճոտ էր եղել։ Ամեն դեպքում ձեզ ցույց կտամ այսօր մի քանի կերպար, որը գնել եմ H&M-ից, Mango-ից, և իհարկե մի քանի տաբատ իմն էր, նորից վերջում արդեն որ հավաքածուն ամբողջը լիկվիդացրեցին, ես գնեցի մի քանի բան, որպեսզի կարողացա հասցնել գնել էլի որ։ Դրա համար ես այսօր որոշել եմ դա անել, հիմա ես պետք է մտնեմ իմ կողքի սենյակը, հարդարվեմ, լոգան կընդունեմ, փոխվեմ և անցնեմ այդ գործին։ Այսինքն, առաջին հերթին պատրաստեմ ճաշ, բայց ինչ պատրաստեմ այսօր չգիտեմ, երևի թե մի հատ խմոր անեմ պիձայի և այսօր պատրաստեմ պիձա կամ աջարական խաչապուրի, որովհետև վաղուց չենք կերել, այսօր ուրբաթ է, կտեսնեմ կամ պատրաստեմ դա, կամ պատրաստեմ ավելի հեշտ ինչ-որ մի բան, որովհետև ինձ թվում է մենք վաղ ոնց էլ լինի ռեստորան կգնանք, որովհետև ամեն շաբաթ ընկերների հետ դուրս են գալի, չեմ ցանկանում, որ համ ուրբաթ ուտենք պիձա, համ շաբաթ երեկոյան ռեստորանում լավ ուտենք, դրա համար շաբաթվա մեջ իմ կերակուրը, այսինքն իմ ճաշատեսակներն ավելի հավասարակշռված եմ պատրաստում, ամեն ինչը մտածված։ Դե լավ ժողովուրդ ջան, շատ խոսացի, գնամ արդեն գնամ իմ գործերին, հարթուկս ավարտված է, գնամ լվացքս գցեմ մյուս պարտիան և տեսնեմ չորացել է, որովհետև հարթուկը դեռ ունեմ և ունեմ։ Սա հարթուկի մի պարտիան է, սա երկրորդ պարտիան է, տեսնում եք երեխեք ջան, առավոտյան որ արտանում ես ինչա կատարվում, սա լվացքն եմ փռել այստեղ, լավ էլ չորացել է, պրոստը ուզում եմ հանեմ դուրս, ուղղակի վախենում եմ, որ այդ խոնավություն մտնի մեջը, արև չկա դեռ, մի հատ փեղկերը բացեմ, Սերժի, այս հենց էլ է լինում առավոտյան և ես շատ ուրախ եմ, երեխեք ունեն ցուրտոտա, եթե ես այս վառարանի դիմացի են երկաթը չհանեի, ինձ թվում է Սերժը մի երկու հատ բոց կխփեր, բայց երեք վառարանը մաքրել է Սերժը ամբողջությամբ բանը էլի խողովակը։ Դե լավ գնացինք ժողովուրդ ջան։ Կուկու, բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք։ Այ հիմա արդեն ձեր Անահիտը եկավ բլոգի համար նկարահանի մի քանի զգեստներ։ Ուրեմն այս տաբատը ես գնել էի, երբ որ արդեն իմ հավաքածուն լիկվիդացնում էին, և
վերջի րոպեին գնեցի սպիտակը եւ դեղինը, գիտեք, ինքը վաղուց կար, անցյալ տարվա հավաքածուն էր, բայց ճիշտ ասած մտածում էի, մինչև մտածեցի արդեն սեզոնն անցավ, էր արդեն կարիք չունեի։ Այս ժիլետը գնել եմ բանից այդ մանգո աուտլետից եւ ասեմ ձեզ, որ շատ լավ զեղ չէր, 40 եվրո դարել էր 10 եվրո երեխեքին ու քանի։ Մի քիչ մեծ է, բայց ոչինչ, ես սիրում եմ ազատ։ Եվ ես որոշեցի համադրել այս Converse կետիների հետ, չնայած ասեմ շատ անկոմֆորտ է, բոլորը ասում են շատ լավ, իմ ոտքերի լրիվ վնասեց այս կետիները։ Արարում եմ գնամ հագնել բոթասների հետ, կարող եք նաև հագնել բարձր կրունկների հետ, կարող եք հագնել ցածր բասանոշկաների հետ, սա սպորտային տեսք ունի, այսինքն սպորտային լուք է եւ կարող եմ ձեզ ասել դեղինի լավը եւ վատը։ Ասեմ, դեղինի լավը նա է, որ ինքը ես սիրում եմ դեղինը, բայց կարող ենք համադրել միայն սպիտակի եւ սևի հետ, կրեմի, ուրիշ գույն չեմ տեսնում։ Միգուցե թե մուգ կապույտի հետ, բայց ամեն դեպքում դեղինը մի քիչ կապրիզնի է տաբատի համար, նաեւ դեղին վերքներ է կապրիզնի։ Եվ սրա սպիտակը լավն է, ամեն ինչ կարող եք հագնել սպիտակը, մնում է սպիտակ, շատերին թվում է, թե սպիտակ դեղին այդ գույները չաղացնում է, գերացնում է, նո սխալվում եք երեխեք ջան, եթե ունենք կլորիկություն, ուղղակի հարկավոր է մի քիչ, ոնց ասեմ, մի քիչ այդ գլուխներից բարձր քայլենք եւ ասենք, որ սա է, մենք այսպես ենք եւ վերջ, տարիքն իր գործն անում է, հորմոնը իր գործն անում է, զգուշ ենք լինում, չեմ ասում, դառնանք 200 կիլո, բայց սա է, մի կիլո ավել, մի կիլո պակաս, մի օր կշռում ենք, պայքարում ենք, որ մենք լինենք, մնանք միշտ մեր աչքին հմայք, որովհետև ամենակարևորը մենք մեզ պետք է դուր գանք, եթե մի քիչ չեք զգացել, մի քիչ ավելորդ քաշ է լինում, սկսում ենք արդեն ընկնել ցայտնոտի մեջ, վայ, որովհետև լավ չենք զգում, լավ չենք շնչում, եւ այլն։ Դե ինչ սիրելիներս, հիմա մի հատ ես փոխեմ իմ այն մյուսը ծաղկավոր տաբատը, ես հիշում եք դրա պիջակներ ունեի, հագել էի եւ չէի գնել տաբատը, վերջի րոպեին գնեցի։ Մի հատ տեսնենք ոնց է, որտեղ բացել եմ տակը, որովհետև կարճ էր իմ հագին։ Մնացած սպիտակ տաբատն ու այն սիրուն այդ տիգրովի ժիլետը դուք տեսաք շորտում ցույց տվեցի։ Այնպես որ այդ տիգրովին կարող ենք նաև սև տաբատ հետ հագնել, H&M-ից է, եթե կցանկանաք գնեք երեխեք ջան, այս մանգո աուտլետն է մտեք, ֆրանսիացիներն ովքեր ապրում են Ֆրանսիայում գրում է ուտլետ, OUT-LET, մտեք մանգո, հենց ոչ թե խփեք մանգո, այլ խփեք մանգո աուտլետ, որտեղ դա լրիվ ուրիշ սայթեր են, բայց հետ ուղարկելու համար զգուշ եղեք, որովհետև բավականին փող պետք է տաք, դա էլ զգուշացնեմ։ Գնացինք։ Գալիս եմ ժողովուրդ ջան։ Ուրեմն այս տաբատը բավականին կարճ էր, իրանք տակը ավերլոգ են դրել, ահա սիրելիներս, իմ հավաքածուի հիշատակ։ Տխրում եմ ինչ-որտեղ, բայց դե գիտեք ինչ կյանքն է, այն մյուս հավաքածուն էլ վատը չի, նայել եմ երեք, Դավիթն էլ զանգեց, մամա հանկարծակի դուխը չկցես, ահա սիրելիներս նայեք։ Սա ես կարող եմ հագնել փոքրիկ տոպիկի հետ, բայց ասենց ցույց տվեցի սկզբից, հետո արդեն ես ցույց կտամ ամբողջությամբ տարբեր վերքերով, որտեղ սա տաբատը էլի կապրիզնի է, բայց մի հատ ես վերնաշապիկ եմ վերցրել իր այդ համապատասխան, տակից հեսա գնամ մի հատ բեժերի բանդ կհագնեմ, կամ ուղղակի հենց այդ վերնաշապիկով հələ փորձենք ժողովուրդ ջան, տեսեք ահա նայեք էլ հիշողություն մեզոն կապտենից, վալա, գնացինք, ժողովուրդ ջան ես եկա, պատրաստում եմ դուրս գամ, ես ցույց տվեցի իմ լուքը, ճիշտ ասած որոշել էի հագնել պիջակը, բայց հետո որոշեցի, որ չէ, ավելի լավ է ես հագնեմ այս վերնաշապիկը եւ ճիշտ ասած մտածում էի վերցնեմ թե չէ տաբատը, Սուսաննան, քույրերս բոլորը, Ռուզաննա, Այդան բոլորն ասեցին վերցրակ, է շատ լավ է, Մայրիկը, որ իր կնիքը խփեց, ասեց շատ լավն Անահիտ վերցրակ,
Գիտեք ինչ, ես նոր մի բան հասկացա, որ շատ սոցցանցային մեր բլոգերներ ունենք, ովքեր որ ինֆլուենսերներ են ավելի շուտ, գեղեցիկ, չակերտա, որ իմ համար գեղեցիկը մարդու հոգին է, ունեն նիհար սլացիկ մարմիններ և իրենք ամեն անգամ ցույց են տալիս իրենց մուտքը, կան նրանք, ովքեր ունեն խանութներ, բուտիկներ օնլայնային և շատ են ռեկլամանում իրենց բուտիկները, նիհարիկ աղջիկներ են և շատ են առաջ գցում իրենց այդ մարմնի կառուցվածքի այդ սենց բաներ են անում, սենց, բայց ոնց են անում, անդադար այս մի կոնքը սենց բարձրացնում են, իջացնում են, այն մի կոնքը ոնց որ թոփալի։ Իսկ նկատել եմ մի քանի կանանց, ովքեր ունեն մի քիչ կլորիկություն և YouTube-յան ալիք, անընդհատ նկատել եմ և Instagram-յան ալիք, այ սենց, իհարկե ես չեմ նայում իրենց բլոգները, չեմ թաքցնում երեխեք ջան, ուղղակի մի քանի շորտեր որ լինում ես, որ ցես թերթում ես, անընդհատ այ սենց մայկաներն իջացնում են, այ սենց անընդհատ իջացնում են, այ մի արեք դա, ունեք մի քիչ փորի հատված, չենք ասում բացեք, ցույց մի տվեք էկրանից այն կողմ, որ կլորիկ կինը կոմպլեքսավորված է, մի արեք այնպես, որ այդ նիհարները իրանք անընդհատ ռեկլաման է, գիտեք ինչ, բոլորս է կցանկանանք չունենալ փոր, ունենային գեղեցիկ որն է, սլացիկ ոտներ, սելյուլիտներ չլինի, չէ որ կինը ունի հորմոնալ պրոբլեմ, դա կապ չունի, կա աղջիկներ կան երիտասարդ, որ 30 տարեկան են, ունեն արդեն երեխաներ, կեսարյան են վիրահատել, փոր ավելորդ ավելացել եւ այլն, այդ մարդիկ մի կոմպլեքսավորեք, իմ խորհուրդը ձեզ, սիրելիներ, սիրելի կանայք, եթե մենք մեզ հարգում և սիրում ենք, դիմացիններ է հարգում, եթե մենք թույլ չենք տալի, որ մեր վրայով անցնեն YouTube-յան ալիքում կամ Instagram-յան ալիքում, իրենք զգում են էկրանից են կողմ։ Մի քանի օր առաջ ես ինչ էի դրել, ինչ շորտ էի դրել YouTube-ում և Instagram-ում եկար, դա, հա, որ ասում էի, որ խոհարական ալիքներ կան, նողկանք ես ապրում, անընդհատ շատ լավ պատրաստում են, ես պատրաստելու համար ոչինչ չեմ ասել, բայց այդ տխմարը, որ ուղեղը երևի այսքան է, Աննա Մովսիսյան էր, ինչ էր, Մաթևոսյան էր, ինչ էր, ուղարկեցի իհարկե սև ցուցակ, ձեզով ասեմ, որտեղ կուլտուրա չի բանանում, թույլ տալիս, գրել է ինչ, այս մի հատ լեքցիա է գրել, ճիշտ ասած կեսը չկարդացի, տեսա, որ մի հատ ապուշ, ամբաղ, զամբաղ բաներ է գրել, ասել լեննականցիներին, խղճացի ես ձեզ, որովհետև ինչու խղճացի, որովհետև այդ իմ խոսքը, որ դիմում էի բոլոր խոհարական ալիքներին, որ մի բարդացրեք, որովհետև շատ երիտասարդ աղջիկներ և տղաներ կան սիրում են նայել խոհարական ալիքներ և դրանից ելնելով մտածում են, որ ինքն ասում է, սա միայն իմն է, պատրաստեք, որովհետև սա իմ բաղադրատոմսն է, սա իմն է, սա նենց բան է, որ դուք չեք կարող անել, երեխեք կան իհարկե շատ լավ աղջիկներ, ես ճանաչում եմ և տղաներ երևի, չգիտեմ, մի հատ տղա կա վատը չի, ինքան արագ-արագ ցույց տալու մարդ հաճույք է ստանում, որ դրան նայում է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, դուրս էր եկել մի գիր ու գրականություն, ցավացրել էր չէ ձեզ, որովհետև ուրեմն դուք եք դրանցից մեկը, կամ երևի ձեր բարեկամներից մեկն է, այդ ալիքը, որ դուք այդ իմ ասածի մեջ գտել եք, որ ես ճիշտ բան եմ ասել, ճիշտը երբեմն ցավացնում է, իհարկե ես շատ գրագետ ձևով եմ խոսում, այսինքն ասում եմ այն, ինչը կա, խոհանոցը մի հատ կինո կա, ես այդ կինոյի վերնագիրը կասեմ նայեք, չենք ծնվում խոհարար չենք ծնվում, մոդայի աշխատող չենք ծնվում, դա կամաց տարիների ընթացքում ստեղծում ենք դա, առաջ ենք գնում, իսկ ինչ եք ուզում, որ մարդիկ դոփեն նույն տեղում, Ֆրանսիայում կան շատ տարբեր տեսակի խոհարական ալիքներ, արդեն 8 տարի է ինչ սկսեց դա և գիտեք երեխեք, այդ 8 տարի առաջ երիտասարդներ կային, որ խոհանոց չէին սիրում, իսկ հիմա իրենք ուշաթափվում են խոհանոցի համար, որովհետև ամեն վայրկյան, ամեն րոպեն իրենք ցույց են տալի, որ դա շատ հեշտ է։ Գիտեք, շատ կանայք հիմա կնայեն էկրանից եկող իմ լավ հետևորդուներ կծիծաղակ, որտեղ գիտեք, որ հեշտ բան չկա, պիտի կարողանաս որը որի հետ համը, որ ասում բերանի համը չկորցնես, բայց ինչու վախացնենք երեխաներին։ Դա է իմ կոչայ մտավոր հետամնացնիկին։ Եթե չեք հասկանում, եթե ընդհանրապես դուք ոչ մի բան չեք հասկանում, ես ուղղակի ձեզ ոչ թե խնդրում եմ, այլ պարտադրում եմ իմ ալիքի կողքերով չքայլեք։
Հանկարծ չհամարձակվեք, որովհետև տեսակ ինչ մեսաժ է ձեզ ուղարկել, չէ՞, իսկ թվում է մեսաժը հասել է տեղ։ Ես Անահիտն եմ, պարզ անձնավորություն, եւ ես թույլ չեմ տա մեկը անտեղի տեղի անարդարացի քայլի մեր YouTube-յան ալիքի մարդկանց վրայով, որովհետև բոլորը եթե համամիտ են իմ հետ, ուրեմն դու դրանց ես վիրավորել։ Իսկ ես ընդհանրապես կոմերցիալ բռույթ չեմ կրում, որ դուրս եմ գալիս մի բան եմ ասում, ուրեմն դա հոգուց սա բխում։ Գնացինք երեխեքան, ես շտապում եմ, 11-ն արդեն գնամ մի հատ պիտի տեղ գամ, հետո նոր արդեն ամեն ինչը պատրաստել եմ, հետո արդեն ժամը 12-ի կողմերը հաց կուտենք ու դրանից հետո նորից անցնեմ լվաց, քարթուկ եւ այլ տան գործերին։ Կարող է մոռացել եք, կարող է այսօր իջնեմ քաղաք, որտեղ գործեր ունեմ քաղաքում։ Գնացինք։ Ասում է կնոջ գործն էլի գործ չի, մոդայից հետո ճաշ, ճաշից հետո խանութ, այսօր պիտի գնամ գործեր ունեմ ահագին, բանկի հետ կապված։ Գնամ կողքի քաղաքը, հետո կմտեմ մի քանի խանութ, կաշխատեմ նկարեմ, երեխեք ջան։ Ախր այդ երաժշտությունները այդ խանութում այնքան բարձր են, չգիտեմ, թույլ է տալի YouTube-ը, թույլ չի տալի, զզրում եմ, բա չես ասում, մեկի հետ որ ասեն գնում ես, երկու հոգով են գնում խանութ, մեկս մեկից չեք լսում այնքան բարձրաձայները։ Ունեմ մի քանի բան գնումներ անելու, հանքային ջուրն է ավարտվել, ջուր պիտի գնեմ, ջուր ես ընդհանրապես կրանտի ջուրն եմ շատ սիրում եմ, բայց ես մի բան զգացի, այն գնած ջրերից մի հատ ջուր կա, որ խմում եք, նենց ավելի հաճելի է խմվում։ Մամ, արի մերնեմ արևիկ, իմ սիրում մայրիկ, իմ հրաշագործ մայրիկ, արի, երեխեք երեք մայրիկը մի հատ լավ բան է պատրաստել, այ մամ, ձանգեին ասեի գար ցույց տայի, մյուս անգամ ցույց տաս, Սերժը 3 հատ բերել են մեզ երեխեք, մեկ է տեսնեմ Սերժը ուտում ասեց, մամի ինք ասեց 50 եվրո տա ինձ, շատ համով է, ասեց ինք մամի սարքի 50 եվրո, մի հատը կծեցի մամ ձերքիցս կաշեց, մինչև աշկս պտտրացեցի 3-ն եք երեխեք, սա ուղակի, ինչ ասեմ, Այն սպիտակ նոբինկա է, ծեցած ինչ բան ջա եղնան զակատած, որ սպիտակ էպատ պատրաստի գետեր երիկա։ Դրանով են պատրաստի, ոնց որ կաբաշկի կատլետի ոնց եք սաշկում, նույն ձևով պատրաստում եմ երեխեք չան։ Ուզեմ ասեմ, որ դուք էլ արեք, շատ հաճելի է, շատ թեթև, շատ հաճելի է։ Ուրեմն վերցնում ես մի հատ բանկամ 200 գրամանոց է, թե 250 գրամանոց է։ Հա, 200 է ոնց է, 250 գրամանոց։ Ինչ է, հա։ Էդի դադարկում ես քլապ քամիկի մեջ, թող ջուրը քաշվում է։ Դրանից հետո լսում ես ու լավ տրորում ես, կարտոշկա զմիջով տրորում ես, հետո կտալում։ Այնց ես անում, որ պյուրե ես դարձնում։ Հետո դրա վրա ավելացնում ես սև բիբար, մի քիչ, կարմիր բիբար, ու ես մի պտղոց սոդա եմ գցում։ Սոդան նախ եկը միացնում է, հետո է անցքեր է բացում։ Հա, շատ հաճելի է։ Հետո դրա վրա ավելացնում ես 2 հատ ծու, 2 ճաշի կտալ այուր։ Այսօր կանանչ ես ավելացնում։ Այսօր պետրուշկա եմ, պետրուշկան սարեցրած է, պես լավ մանրացրել է, որ ինքը իր արոմատը տա։ Հետո թողնում ես, որ մի 15 րոպե հանգստանա։ Վերցնում ես մի հատ թավա, ավելի հարթ թավա, կտալով սիրուն ակուրատնի, ոնց որ կաբաշկի կատլետեր եք անում, կրակը շատ թույլ, մի քիչ ինքը ձետը վերցնում է, բայց ոչինչ, հետո սալֆետկի վրա ես թվում։ Հա։ Ու հետո ակուրատնի շուր ես տալիս, շուր տալիս, դե մի քիչ զուր լինես, անմիջապես շուր տալիս, որպեսզի ինքը չի, որ նրա շերտը դեռ չի բաներ։ Սերակալ է։ Ակուրատնի հետո իրան հատ ես ֆռացում ես ակուրատնի, որ չվարվի այն հավասար կարմրի։ Ու շատ հաճելի կատլետ է։ Ամենահաճելին քո էս թմբլի թաթիկները դե մեռնեմ արևիդ։ Իմ սիրում, իմ կոլոտ մամա։ Ամենաբոյովն է եղել իրա տարիքի կանոնից։ Ժամանակի հատվածներն ու ժամանակները։ Ինձանից բոյով աղջիկ չկա, ես ամենաբոյովն եմ, որ հանկարծ տեսել եք նկարը պապայի հետ, երեխեք։ Որ դա ճանաչելուն է, ասում հա, այն բոյով աղջիկը։ Հա, տենց էին ասում, բանձի ինչ էին ասում բոյով։ Հա։ Դե մի խոսքով ձեզ բարի օր եմ մաղթում։ Այսօր շատ գեղեցիկ օր է, երեք մենք գիտենք, որ համբարձում է։ Այո։ Սիրով, հիշողություններով, աղոթքերով դիմավորեցինք և ճանապարհեցինք մեր Հիսուսին իր հայրով, որ մեզ պահապան լինի։ Թող ձեզ բոլորին, աշխարհի թող խաղաղություն լինի,
Դուք էլ երջանիկ ալեք, երջանիկ ալեք։ Գիտես ինչ կա, այդ մարդ չի որ հաշտ ապրում, ես այդ կապ չեմ սիրում։ Պիտի մարդ իր դժվարություններ ունենա, որպեսզի լավի ղադերը իմանա, չգուրջանա։ Բա ասում եք անայդ ինչի է պոզիտիվ, որովհետև մայրս եւ հայրս ողորմի իրան պոզիտիվ մարդիկ են եղել, երբեք չեն թույլ տվել, որ մենք դժվարությունից թնթնգանք։ Բարի օր, անփորձանք լինեք, ամենակարևոր ձեր բալիկների հետ սիրեք ձեր ընտանիքը, ձեր գերդաստանը։ Սերը դա գիտես ինչա, սերը դա Աստված է։ Այո, ոչ Սերն Աստված է։ Սիրեք ձեր երեխեքին։ այո, մամ ջան։ Համբերում եմ ձեզ անմնացուր։ Մենք էլ ձեր սիրելիս, լազելիս, Εσύ просто прелесть, да? Ես մտածեցի պամիդոր արուգովա սալաթան է, բայց մոռացել էի այ մամ ջան, ես բրոկոլի ունեմ։ Մամա դու բրոկոլի ունես չէ՞։ Սա ունեմ արդեն սա շարեք։ Դեռ շուտ է 11 հասկաց просто պրոբլեմներն ամերնեմ արելի մսային կանչում են։ Մսային ինչ կարելի է պատրաստել, որ Գիտեք ինչ անեմ, երեխեք, եկեք 11-20 самия так ջրի մեջ, давайте жить весело и дружно, ապրենք ուրախ եւ համերաշխ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, այս ցուրտ եղանակով եկեք ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր եւ ցանկանամ վերջապես, որ արև դուրս գամ։ Համբուրում եմ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա-պակա։